Մինչ Հայաստանը հայ-ադրբեջանական նոր հանդիպումների հույսեր է փայփայում, Ադրբեջանի նախագահը Հայաստանը միջազգային հանրության աչքում ռազմական հանցագործ է փորձում դարձնել։ Հանուր քաղաքականությունը Ադրբեջանի այսօր հիմնված է Հայաստանի նահատակչական պետություն ներկայացնելու ֆոնդ ստեղծել եւ դրանից հետո արդեն բխեցնել մի շարք դատավարական հանգամանքներ։ Էներգետիկա 4 օր առաջ օգտագործելով Մինգեչաուրում էլեկտրակայանի բացման առիթը Ալիևը հայտարարել է, թե Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանը սպառնացել է հարվածել Մինգեչաուրի հեկին էներգետիկ ճգնաժամ ստեղծելու համար։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանը փորձել է ոչնչացնել Մինգեչաուրի հեկը։ Մարտի դաշտում պարտված Հայաստանը փորձում էր շարքից հանել Ադրբեջանի էլեկտրաէներգետիկական ներուժի գլխավոր կենտրոնը Մինգեչաուրի հեկի ուղղությամբ արձակելով հեռահար հրթիռներ։ Իբրև թե այդ հրթիռներից մեկի լուսանկար այդ օրերին աղմուկաղաղակ բարձրացնելով տարածում էին ադրբեջանական լրատվամիջոցները, իբր թե գետնի տակ 5 մետր խրվել է հրթիռը, պարզապես չի պայթել, բայց այդ լուսանկարում աչքեր ծակում խնամքով ծակված ասֆալտը։ Գետինը կլոր կտրած կարգավիճակով հստակ երևում որ դա ֆեյք տեղեկատվություն է, որտեղ հրթիռի հարվածը առնվազն ասֆալտը այդպես սիրուն շրջանաձև անցք չի բացում, այլ ուղղակի ավերածություն է լինում եւ դա բեմադրված էր։ Ալիևն իհարկե չի հիշատակել այդ լուսանկարը, փոխարենը Հայաստանի իբր այլ ռազմական հանցագործություններ է թվարկել։ Հայաստանի ռազմական հանցագործությունները սրանով չեն սահմանափակվում։ Այսպես կոչված Խոջալույի ցեղասպանություն, ադրբեջանական տարածքների օկուպացիա, թեմաներ, որոնց մասին հիշատակումներով Բաքուն ուզում է ծածկել կամ արդարացնել սեփական ռազմական հանցագործությունները Արցախահայության նկատմամբ։ Շատ է խոսվում ցեղասպանված ադրբեջանցիների մասին, որոնք ըստ երևույթին գոյություն չունեն, բայց ձգտում կա իրենց գոյությունը իրականություն դարձնելու։ Ամեն բան անել Հայաստանի Հանրապետությունը վերածել տուրագենստվայի, վերածել այնպիսի մի տարածքի, որտեղ բոլորը ազատ ելումուտ ունեն եւ որպես պետականություն գոյություն չունեն։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության մթնոլորտը խափանող հայտարարություն էր անվանել Հայաստանի փոխարտգործնախարարը Ալիևի հայտարարությունները 5-շաբթի։ Նման հայտարարությունները չեն օգնում, որպեսզի կառուցողական եւ փոխհմբռնման մթնոլորտ ձևավորվի։ Ամեն դեպքում հույս էր հայտնել, որ շուտով հայ-ադրբեջանական նոր հանդիպումներ կլինեն։ Կարծում ենք, որ մոտակա ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Հայաստան-Ադրբեջան նորմալ բանակցային գործընթաց չի պատկերացնում ադրբեջանագետը։ Հավասար պայմաններ չեն բանակցային սեղանի շուրջ։ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անում են բանակցային էլ ավելի անհավասար պայմաններ ստեղծելու համար։ Այս փուլում առնվազն իրենք փորձում են վերացնել Հայաստանի ներսում դիմադրող ուժերին, քաղաքականից սկսված դիմացեն հոգևոր դասին եւ երբ որ կհասկանան, որ Հայաստանը դիմադրողականություն առում այլևս չի կարող գործել, պարզապես Նիկոլա այդտեղ ամեն ինչ կստորագրի, բոլոր տեսակի թղթերի տակ։ Անգամ հիմա, երբ հրապարակային բանակցություններ չկան, պայմանավորվածություններ են ձեռք բերվում։ Գառնիկ Դավթյանի ունեցած տեղեկությամբ Փաշինյանի Թուրքիա այցից առաջ հայ-ադրբեջանական անցակետ է տեղադրվել առևտուր անելու համար։ Ես ունեմ տեղեկություններ, ցավոք սրտի հիմա չեմ կարող բացել, թե Հայաստանի որ սահմանում ինչպիսի անցակետեր են բացվում, բայց ես հավատացնում եմ ձեզ, որ նման տեղեկատվություն կա, ես հստակ տեղանքը գիտեմ, ուղղակի չեմ կարող հիմա դրա մասին խոսել։ Լիլիթ Սարգսյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։